Նոր սահմանադրության պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից, սակայն այդ պահից ինքը դադարում է լինել քաղաքական գործոն խորհրդարանում։ Քանի որ մենք խոսում ենք կայուն մեծամասնության մասին, նրանք իրենց ձայներով ըստ էության իշխանությանը պետք չեն այս դեպքում դառնում, ավելի շատ կարող են ֆոն ստեղծել, հա։ Ընտրական օրենսգիրքը պետք է նախ եւ առաջ որոշակիացնի կայուն խորհրդարանական մեծամասնության գործողությունները։ Եթե որևէ դաշինքի միջոցով է ձևավորվել մեծամասնությունը եւ այդ դաշինքից որևէ ուժ դուրս է գալիս կոալիցիայից կամ դաշինքից, նա չի կարող եւ չպետք է կարողանա ունենալ ձևավորել առանձին խմբակցություն, եթե իրենք գնացել են ընտրության եւ հասարակության կողմից ստացել են վստահության քվեն որպես ամբողջական կոալիցիա կամ դաշինք։ Դաշնակցական պատգամավորը տեղեկացնում է, որ ընտրական օրենսգրքում իրենք հասնելու են այն բանին, որպեսզի քվեարկությունից հետո ընտրական ցուցակները հրապարակվեն, դեռ հանրապետականի հետ այս մասին չեն խոսել։ Ես վստահ եմ, որ իրենք այստեղ որևէ առարկություն այլևս չեն ներկայացնի։ Պատգամավորի մասնավոր կարծիքով ցուցակները պետք է կազմավորվեն ոչ մեխանիկական սկզբունքով, ըստ որի հաշվառումից դուրս չեկածներն անխտիր դառնում են քվեարկող։ Հաճախ քննադատության չէ արժանանում, ասում է, որ 2.5 միլիոն մարդ Հայաստանում նույնիսկ չկա, ինչպես է որ այդքան ցուցակում մարդ կա։ Ըստ մտահղացման նրանք, ովքեր անպայման մտադիր են մասնակցել քվեարկությանը, մինչ այդ պետք է կատարեն մեկ գործողություն՝ գան գրանցվեն ընտրական հանձնաժողովում կամ դա անեն էլեկտրոնային եղանակով։ Կարող էլեկտրոնային, կարող է ֆիզիկապես անձամբ ինքը ներկայանալ անձնագրային վարչություն, որևէ իրավասու մարմին, որը կհաստատի, որ այո, ինքը Հայաստանում է, այդ տարածքում է հաշվառված եւ իրավունք ունի մասնակցելու ընտրությանը։ Նախատեսվում է փոխել նաեւ քվեատուփերը, դա էլ որպեսզի բացառեն լցոնումները, հատուկ մեխանիզմով աշխատող քվեատուփը ինքը կտանի համապատասխան անցքին մոտեցրած քվեարկած ծրարը։ Ընտրության ավարտից կես ժամ հետո արդեն պարզ կլինի ի վերջո քվեարկության նախնական գոնե պատկերը։ Մասնակիցների Թե մասնակիցների եւ թե քվեարկության, որովհետեւ էլեկտրոնային արդեն հաշվառում է գնալու տվյալ համակարգի մեջ եւ ինքը արդյունքները կարող է արդեն տպել եւ տալ։ Արծվիկ Մինասյանն առաջարկում է, որ այս փոփոխությունների մշակման եւ ներդրման ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն միջազգային կազմակերպությունները, որպեսզի հետո չասեն, որ ընտրությունները կեղծվել են։ Թե չէ ստացվում է այնպես, որ ամեն անգամ միջազգային դիտորդները ասում են ամեն ինչ նորմալ է, մեկ էլ վերջում պրոբլեմ կա։ Նաեւ տեղամասերում էլ ունենան դիտորդներ, որոնք թե դիտարկում կիրականացնեն եւ թե նաեւ առանձին դեպքերում կուղղորդեն ընտրողներին բացատրական աշխատանքի տեսակետից, ինչպես պետք է քվեարկեն։